տղամարդը պահում է իր ընտանիքը շոտ լավ, բայց կողքից ինչ-որ ուրիշ կին ունի։ Նախորոք ասեմ, որ ոչ մի տղամարդու արած, ոչ մի դավաճանություն, ոչ մի ստոր արարք ես չեմ ողջունում։ Դա մարդը պետքա պրինցիպիալ լինի։ Եթե կյանքդ կապում ես կնոջ հետ, ով քո համար բալիկներ է ունենում, օջախաստեղծում, քո անունն է, քո պատիվն է, դու պետքա պրինցիպիալ հավատարիմ լինես քո ընտանիքին։ Բայց հետո կյանքի ընթացքում տարբեր հանգամանքներ են լինում, ինչ որ մի բան են չի լինում, ինչ որ մի բան այն ուղղությամբ չի գնում ու նման բաներ են լինում։ Նախորոք երևում է տղամարդը ոնց է իրան պահելու ընտանիքում։ Այո, դուք միշտ հիշեք, ոնց եք ծանոթացել ձեր ապագա ամուսնու հետ։ Ոնց է ինքը ձեր հետ ծանոթացել։ Ասում եք իմ ամուսինը նայում է ուրիշ կանանց, հա, հեռախոսով, գրվում է ուրիշների հետ, լայքեր է դնում։ Դուք հիշեք ոնց եք ծանոթացել։ Միգուցե դուք հենց այդպես էլ ծանոթացել եք։ Ձեր ամուսինը այդ բնույթի տղամարդ է։ Ինքը այդ բնույթի տղամարդ է, վերջ։ Ես միշտ ասում եմ, եթե դուք բաբնիկի հետ եք ամուսնացել, դա նորմալ է, ինքը տենց ապրելու է, միշտ նույն ձև եմ ասում։ Ոչ մի բան չի փոխվում։ Եթե դուք ամուսնացել եք բաբնիկի հետ, ուրեմն ինքը այդպիսին է, վերջ։ Նախորոք պետքա տեսնեք ինչ մարդ է դիմացինը։ Այն տղաները, ովքեր ռիսկ ունեն, բացարձակ թքած ունեն, ցանկացած կնոջ կարան մոտենում են, կոնֆետնա, բուկետնի պիրիուդ են ստեղծում, սիրահարվածում են իրանց վրա աղջկան, ամուսնանում են հետը ու հետո շարունակում են նույն տեմպով։ Իսկ այն տղամարդը, ով պրինցիպներ ունի, ով չի մոտենա, չի խոսի, իր թասիբը շատ բարձր է, որ հանկարծ չհրաժարվեն իրանից, այո, տղամարդական այդ հատկությունը մեջը ունի, ու ինքը այս տղամարդը ավելի լավ ընտանիք կպահի, ինքը մնում է առանց կին։ Այո, հիմա կհամաձայնվեն իմ հետ բոլոր տղաները, ովքեր որ այս իրավիճակում են։ Եվ ինչա կատարվում, այս տղան, ով պատրաստ է ընտանիք կազմելու, ինքը անգամ չի կարա մոտենա կնոջը խոսի հետը։ Իսկ ինչ վերաբերվում է այն աղջիկներին, ովքեր այդտենց ընտանիքում են ապրում, որտեղ տղամարդը ամենալավ ձևով պահում է իր ընտանիքը, բայց կողքից մեկը ունի, միշտ հիշեք այդ տղամարդու բնույթը։ Ոչ ոքի չեմ արդարացնելու, դուք եք որոշելու, ապրեք այդ մարդու հետ, թե չապրեք, բայց դուք հետ նայեք ոնց եք ծանոթացել, ոնց եք ամուսնացել, ով է եղել այդ տղամարդը եւ շատ ընկերուհիներ ա ունեցել եւ շատ աղջիկների հետ ա շփվել եւ այլ այդ մարդը այդ բնույթի մարդ է։ Ովքեր որ ընտանիքը կարևորում են եւ հասկանում են, որ իրանց տղամարդու բնույթն է, այդպեսին կհամբերեն, կսպասեն մինչեւ ամուսինը խելքի գա վերադառնա։ Այո, նման աղջիկներ շատ ունեմ։ Եվ հիշում ենք, որ դա շատ քիչ է տևում, այդ հրապուրանքը քիչ է տևում, բայց պետքա զրուցենք, ներողություն խնդրի ամուսինը եւ իրան պահի ուրիշ ձև, որպեսզի կինը ների իրան։ Եվ աղջիկներ կան, ովքեր դիմանում են եւ ամուսնու հետ խոսում են, իմ աղջիկներից շատ-շատերն են նման կերպ վարվում։ Տալիս ես ժամանակ ամուսնու, ասում ես գիտես, այսքան ժամանակ եմ քեզ տալիս, ես գիտեմ, որ մեկը կա քո կյանքում, գնում ես գնա, բայց իմացի, որ մենք այո, մի նայեք տենց իմ վրա, մենք քո ընտանիքն ենք, ստեղ քո երեխաներն են, բոլորս քեզ շատ սիրում ենք ու սպասում ենք։ Եվ որ կհասկանաս, որ ամեն ինչ սուտ էր, դիմացինդ փուճ էր, արի հետ, մենք քեզ սպասում ենք։ Ես շատ հմուտ աղջիկներ ունեմ, ովքեր այդ ընտանեկան կրիզիսային այդ տարիներին նման կերպ են վարվել ու այսօր ունեն իրանց կողքը ամուսին, երեխաները հայր, թորնիկները պապիկ ու իրանք երջանիկ ապրում են։ Այո, շատ աղջիկներ ունեմ, ես 23-24 տարվա փորձ ունեմ եւ իմ աղջիկները իմ հետ մեծացան եւ տատիկ դառան եւ այլն։ Հրաշքներս, իսկ ովքեր որ չեն ներում, ովքեր որ չեն կարողանում դա ընդունեն ու ներեն, իրանք թող որոշեն ոնց են անելու։ Հետո չփոշմանեն։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, սիրեք իրար, խնայեք իրար, փայփայեք իրար։ Աղջիկներ, դուք ձեզ սիրեք շատ, դուք ձեր վրա աշխատեք, դու հենց այն կինն ես, այն թագուհին ես, այն օջախի մայրն ես, ամբողջ գերդաստանի կինն ես, որ պետքա ցույց տաս երեխաներին ով է մայրը,
ով է կինը, եւ տենց կնոջ տղամարդը սիրում ու հարգում է, հերու չի գնում իրանից։ Մարդիկ տարբեր են, մարդկանց սիրելու ձևը տարբեր է, ու շատ հնարավոր է, որ քո տղամարդը քեզ շատ սիրում է, այո, ինքը սիրում է իր կնոջը, իր երեխաներին, իր օջախը, ինքը պատասխանատու է, ինքը լավ ազգում, իր օջախում, իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես տղամարդկանց չեմ պաշտպանում, իրանց կողմից չեմ խոսում, ես գիտեմ տղամարդու բնույթը։ Ես գիտեմ, որ տղամարդիկ չեն փոխվում։ Ես գիտեմ, որ տղամարդուն չես կարա ասես սենց ցարեկը, նենց ցարեք տղամարդիկ։ Ոչ։ Տղամարդը փոխվում է մենակ այն դեպքում, երբ որ իրան լավ ազգում եւ ցանկանում է։ Տղամարդը փոխվում է այն դեպքում, երբ որ տեսնում է իր կնոջը որակը, երբ որ կնոջ կողքին լավ ազգում։ Ամեն տղամարդ յուրովի է սիրում։ Մի տղամարդու համար սերը դա սիրուն մազերն են, մյուս տղամարդու համար սիրուն աչքերն են, այն մեկինը մարմինն է սիրուն, այն մի տղամարդու համար համով է փողկինն է իր սերը, մյուս տղամարդու համար հավաքած մաքրած տունն է, այն մեկի համար լռող եւ հանդուրժող նազանքով կինն է, այն մի տղամարդու համար աշխատող, ստեղծող կինն է, մյուս տղամարդու համար աշխուժ ու ճարպկությունն է սերը, տարբեր մարդիկ տարբեր ձև են սիրում, ու մենք իմանալով մեր զույգը ինչ է սիրում, իրար համար այդ ամենը անում ենք, շեշտը դնում ենք այդ հատվածի վրա։ Եվ երբ որ տղամարդը սիրում է, երբ որ տղամարդը լավ ազգում ձեր կողքին, ինքը պատրաստ է աշխարհը փռի ձեր ոտերի տակ։ Այդ պահին է ինքը փոխվում, այդ պահին է ինքը մտածում, որոշում, որ շատ բաներ կարա փոխի այս հրաշքի համար։ Տղամարդիկ չեն փոխվում, դրա համար ես միշտ կանանց եմ ասում։ Եվ գործիքներ եմ տալիս, որ դուք հարմարվեք եւ ապրեք ձեր տղամարդու հետ։ Եվ դառնաք այն կինը, որը պետք է այդ տղամարդուն եւ այդ տղամարդը սիրի, հարգի եւ ճիշտ վերաբերվի։ Եթե ես եմ եկել, ես եմ սիրում, ես եմ տալիս, ես եմ մտածում ինչ անեմ այս մարդու համար, ինքը իմ սերն է, իմ կյանքն է, իմ ամուսինն է, իմ օջախն է, ես պիտի տամ ու անեմ ու պատրաստ լինեմ, առանց մտածելու, թե դրա դեմ ինչ եմ ստանալու, ինչ նվեր եմ ստանալու, ինչ գումար եմ ստանալու, ինչ ա լինելու, ոչ, ես եկել եմ այս օջախ, այս ընտանիք տալու իմ սերը, իմ շնորհքը, իմ բնավորությունը, իմ կրթությունը, ամեն ինչ, իմ գիտելիքները, երբ որ ես գալիս եմ այդ ամեն ինչը անելու համար, տալու համար, պատրաստ եմ, որ ամեն ինչ անեմ իմ օջախի համար, այդտեղ արդեն իմ տղամարդն էլ պատրաստ է ամեն ինչ անի իմ համար, փոխվի իմ համար, իր պրինցիպները դնի կողքի եւ նոր ձևով մտածի։ Եվ տղամարդն էլ է փոխվում նման պահելաձևով կնոջ մոտ։ Հրաշքներս, ամեն ինչ գալիս է մեզանից։ Բայց ես միշտ չեմ մոռանա ասեմ, որ կան մի քանի տեսակի տղամարդիկ, ում հետ ի սկզբանե պետք չի ամուսնանալ եւ ապրել։ Մամայի բալաները ահա որա, այդտեղ արդեն կին կա ու ոչ մի կին չի կարա այդ կնոջ հետ ոտքցի կալքցի։ Այն տղամարդիկ, ովքեր ինքնասիրահարված են եւ իրանցից են կոմել ոչ մի բան չեն տեսնում ու ամեն ինչ իրանց համար են անում։ Տունը, կինը, երեխեն, ամեն ինչ իրանց շուրջն է պտտվում ինքն է։ Դու ով ես այդտենց տղամարդու հետ։ Ծիրան տղամարդով առանց տանջելու, չարչարելու, լացացնելու չի կարա ապրի, որ ինքը պետքա լացացնի, որ այդ դրանց էներգիա ստանա ու ապրի։ Եվ նարցիսները, ովքեր մանիպուլյացիաներով են պահում կնոջը եւ շատ դաժան են ցավացնում։ Մի խոսքով էլի կարելի է ու կախվածություն ունեցող մարդիկ, ովքեր խմում են, խաղում են կամ ինչ-որ մի բանից կախված են, նշանակություն չունի։ Եվ այս տղամարդկանց հետ, եթե դուք արդեն ընտանիք եք կազմել, այս գործիքները, որ ես տալիս եմ, կարելի է կիրառել եւ ցանկացած մարդու հետ ապրել։ Գիտեք, մի խոսք կար, մեծերը ասում են, քաղցր լեզուն օծին էլ պատիծակից կհանի։ Վայ, ինչի պետք է ես անեմ, որ շատ պետք է սա, ես պետք է խաղամ, դերասանություն եմ, կյանքս մաշեմ։ Դու կյանքդ չես մաշում։ Դու քո կյանքն ես դասավորում, սիրուն խոսելով, տակտիկայով, կանացիությամբ, դու քո շուրջը քո օգտին ես օգտագործում եւ վայելում ես։